Ուրիշ ոչ մի տեղ սենց հարմարություններ բնակիչների համար չկա։ Չես կարող այլևս զարմացնել բնակիչներին, եթե դու կառուցում ես շենք, ու շենքում պետք է լինի մարզասրահ, լողավազան կամ երեխաների համար խաղահրապարակ։ Այդ մնացել է անցյալում, քանի որ դա շատ basic մակարդակի հարմարություններ էր։ Հիմա բնակիչները պետք է ունենան առանձին թաղամաս իրենց սեփական լագունայով։ Այլևս ծով գնալու կարիք չի լինի, դուք կունենաք ձեր մասնավոր լողափը։ Emirates Road-ում ստեղ նշված է E611 համարով, մենք այստեղ ունենք շուրջ 400,000 քառակուսի ֆուտ տարածքով առանձին կառուցող թաղամաս։ Լինելու են townhouse-ներ եւ վիլաներ։ Հարևանությամբ լինելու է Silicon Oasis թաղամասը, որը ունի տասնյակ կլինիկաներ, դպրոցներ, մոլեր եւ հարևանությամբ լինելու է Academic City-ն։ Academic City-ում կան տարբեր ուսումնական հաստատություններ, օրինակ Գերմանական քոլեջ կամ Emirates ավիացիոն ուսումնական հաստատությունը, որ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալիս են, որ տիրապետեն ավիացիոն տարբեր մասնագիտությունների։ Բոլոր townhouse-ները եւ վիլաները լինելու են ամբողջությամբ կահավորված, թաղամասը ունենալու է 5 տարբեր գոտիներ, առաջին գոտին լինելու է կանաչապատ մեծ այգիներ, երկրորդ գոտին լինելու է ընտանիքների համար շատ մեծ խաղային հրապարակներ, երրորդ գոտին լինելու է սպորտսմենների համար մեծ սպորտային մի քանի հարգից բաղկացած համալիր, չորրորդ զոնան լինելու է 10 տարբեր դաշտեր եւ կորտեր, օրինակ ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, 5-րդ զոնան լինելու է արդեն ամենակարևորը՝ լագունա։ Դուք ծով գնալու կարիք չեք ունենա, կունենաք ձեր մեծ ափը եւ բազմաթիվ սրճարաններ հենց ափի մոտ։ Ու այդ ամենը մեջտեղում լինելու է շատ մեծ, շատրվան։ Դա այն է, ինչ որ հիմա Դուբայում կառուցապատողները առաջարկում են։ Ում հետաքրքիր է, դրեք պլյուս կամ գրեք ինձ անձնական նամակ։